Բամբասանք, դա խոսքեր է, չէ, որ մենք կարանք լսենք։ Երկու հոգի կանգնած ինչ որ մեկից բամբասում են։ Դու չես խառնվում, ասում են, ես չեմ անում դա, բայց դու լսում ես դա։ Եվ դու արդեն սկսում ես այդ մարդուն կասկածանքով նայել, զգուշանալ այդ մարդուն։ Արդեն քո կապը, որ պետքա միաբան լիներ դու այս մարդու հետ, այս քրոջ կամ այս աղբոր հետ, միաբան լիներ, որպեսզի մեկ եկեղեցի, մեկ մարմին Քրիստոսի մեջ։ Ու մեկ էլ սկսում է կամաց քանդվել։ Անստեղ ես իր վրա կասկածում եմ, նրա վրա կասկածում եմ, նրան չեմ վստահ։ Սենց չի լինում։ Քրիստոսի եկեղեցին սենց չի լինելու։ Չի կարա սենց լինի։ Քո բերանին դիր ուխտ։ Ես չեմ բամբասելու, քո ականջներին դիր ուխտ։ Ես բամբասանք չեմ լսելու։ Կամ թեկուզ դա կարա քո մեջ սկսվի։ Քո մեջ կարա սկսվի։ Մեկից նեղված ես, մեկից նեղացած ես, մեկին էլ գտնում ես, մի հատ ականջ ես գտնում, որ բամբասես ես երրորդ մարդուց։ Ինչ չեն անում։ Դա սխալ է։ Սենց բանանողը օրհնություն երբեք չի տեսնի։ Մենք իրար հետ ենք, ու մեր հույսը Հիսուսն է, որպեսզի մենք օրհնություն ունենանք եւ օրհնված լինենք։ Միշտ օրհնված լինենք։ Ուզում ես օրհնված լինես։ Նման բաները վերացրու քեզանից։ Գիտես քո տարբերակը որն է։ Նեղված ես մեկից։ Շատ հեշտ է, երբ որ մենք կբամբասենք, չէ՞։ Կարող է երեսին չեմ ասել, բայց մեկին գտնում եմ ու սկսում եմ իրանից խոսալ, գիտես այդ պահին ինչ է լինում, ոնց որ sense հանգստանում ես դու։ Իսկ այդ մեկն էլ ում մոտ որ դու խոսում ես դրանից, բամբասում ես, քեզ արդարացնում է, ասում է, հա դե ճիշտ ես էլի ասում, որտեղ մենակ քեզ է դեռ լսում։ Ու այս խոսքերը արդեն քեզ գոհացնում է։ Սիրելիս, դա լայն ճանապարհ է, որը որ մահվան է տանում։ Մի գնա այդ ճանապարհով։ Ուշադիր ես, սատանան է քեզ տանում այդ ճանապարհով։ Դա լայն ճանապարհ է, շատ հեշտ է դա անել։ Շատ հեշտ է սրտիդ ուզածը նեգատիվը խոսած ինչ որ մեկի մոտ, որ այդ ինչ որ մեկն է պեչատ դնի քո ասածին, ասի ճիշտ է, ու դու հանգստանում ես։ Սիրտս հանգստացավ, ասեցի պրծա։ Բայց դու չես հասկանում, որ դա վերում է նախ առաջինը քո կյանքը վնասում է դա։ Վնասում է մյուսի կյանքը եւ կողքից է մի հոգի լսողի կյանքն է վնասում։ Դու չունես այդ տարբերակը, քրիստոնյան այդ տարբերակը չունի։ Մենք այստեղ ալտերնատիվա սատանայի դաշտում չունենք։ Մենք սատանայի դաշտում ոչ մի լայն ճանապարհ չենք ընտրում։ Մենք ունենք տարբերակ A։ Ինչ ենք անում։ Ներում ենք։ Երբ որ ներում ես, սրտանց աղոթում ես այդ մարդու համար։ Եվ երբ որ դու ներես, իրապես ներես սրտանց աղոթես այդ մարդու համար, դու կտեսնես, որ այդ մարդը կփոխվի։ Դու կտեսնես, որ այդ մարդու հարաբերությունները քո հետ կշտկվի։ Մի հրաշք կկատարվի, բայց եթե դա լինի սրտանց, եթե չես կարողանում, պլան B, մարդուն կանչում ես, մի հոգի քույր կամ եղբայր կամ երկու հոգի նստում եք, իրար հետ սիրուն, ասում, խոսում եք, բացվում եք, ինչից ես նեղացած, ասա ես մարդուն, բայց վկաների հետ, մի քանի հոգի թող լինեն, եթե այդքան նեղացած ես, որ դու չես կարող ներես, գիտես, կանչի, քո ավակներից եկեղեցու կանչեք, նստեք, այս հարցը դրեք, քննարկեք ու թող հարցի լուծում լինի աղոթքով, բայց բամբասանք երբեք թույլ մի տվեք, ոչ ձեզ թույլ տվեք, որ ձեր ականջին մեկ ինչ-որ բան խոսա, ոչ դուք թույլ տվեք, որ դուք խոսակ, ոչ էլ դուք լսող եղեք,